2026 թվականի հունվարի 23 նշանված աղական վերջականիստը համարում են բացված։ Լիստի ներկա էին համայնքի աղականի 27 անդամներից ավելին։ Քանիս? 27 անդամներից 19-ը քվորումը ապահովված է, նիստը իրավազոր է։ Շարունակում ենք մեր աշխատանքները հարգելի աղականներ։ Այժմ ընթերցում եմ օրակարգում ընդգրկված 9 հարցերը եւ ավելացրած մի լրացուցիչ հարց։ Առաջին, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի 2026 թվականի տարեկան բյուջեն քննարկելու եւ հաստատելու մասին։ Երկրորդ, Վարդենիս համայնքի հավաքական 28 նոյեմբերի 2025 թվականի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքի պետարանի աշխատակազմի 2026 թվականի կառուցված աշխատակիցների նվագմանները աստիճանացակը եւ պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին, N164A որոշման մեջ փոփոխություններ եւ գրանցում կատարելու մասին։ Երրորդ, Վարդենիս համայնքի հավաքական 28 նոյեմբերի 2025 թվականի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի 2026 թվականի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, օգտների եւ բյուջետային հիմնադրամի աշխատակիցների թվականական աստիճանացակը եւ պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին, N165A որոշման մեջ փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին։ Չորրորդ, Վարդենիս համայնքի հավաքական 28 նոյեմբերի 2025 թվականի 2026 թվականի նախատեսված նպատակային ծննդեցուն ծրագրերը իրականացնելու համաձայնություն տալու մասին, N168A որոշման մեջ փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին։ Հինգերորդ, համայնքային սեփականություն հանդիսացող տեխնիկան համայնքի աղբանության եւ բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով անհատույց օգտագործման տրամադրելու մասին։ Վեցերորդ, Հայաստանում միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից Վարդենիս համայնքին նվիրաբերվող գույքի ընդունումը հաստատելու մասին։ Յոթերորդ, բարերարների կողմից Վարդենիս համայնքին անհատույց փոխանցված գույքերի ընդունումը հաստատելու մասին։ Ութերորդ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սոթ բնակավայրի SS ծածկագրով կադաստրային անհայտ անշարժ գույքը Վարդենիս համայնքի սեփականություն ճանաչելու մասին։ 9-րդ, Վարդենիսի տրանսպորտ փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու կանոնադրական կապիտալը, կանոնադրությունը եւ հաստիկացուցակը հաստատելու մասին։ Եվ վերջին լրացուցիչ հարցը, հարգելի աղականներ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի լուսակում բնակավայրի SS ծածկագրերով արդեն ձեր մոտը կա, հողամասերի նշանակությունը էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ եւ նկատառությունների ինտեգրելի հողերի գործառնական եւ նպատակային նշանակությունը փոխելու մասին։ Այսքանին այսօր ընկերված մեր օրակարգի հարցերը ուզում եմ հարգելի աղականներ հաստատել քվեարկություն, ովքեր են փոխ, որոնը փոխ, դեմ, ձեռնպա չկա։ Անցնում ենք օրակարգի առաջին հարցին։ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի 2026 թվականի տարեկան բյուջեն քննարկելու եւ հաստատելու մասին։ Ինչպես գիտեք, հարգելի աղականներ, 2026 թվականի տարեկան բյուջեի կապված նշեմ, որ կատարվել են նախնական լսումներ, իրականացվել է համայնքապետարանում հանրային լսումներ եւ լսումներ են կատարել համայնաթեք 34 բնակավայրերից մի 4-5 բնակավայր կա, որ այդտեղ չեն կատարել, բայց մնացած բոլոր բնակավայրերում հանրային լսումներ են կատարել, ինչպես նաեւ ներկայացվել է նախնական բյուջեն, որը քննարկվել է ձեր կողմից եւ արժանացել է ձեր հավանությանը։ Այժմ ներկայացնում եմ վերջնական տարբերակը, որտեղ գրեթե փոփոխություններ չկան։ 2026 թվականի բյուջեի եկամուտները կազմում է 6 միլիարդ 487 միլիոն 139 հազար դրամ։ Վարչական բյուջեն 3 միլիարդ 257 միլիոն 956 միլիոն դրամ։ Ֆոնդային մասի եկամուտները 4 միլիարդ 176 միլիոն 371 դրամ, իսկ ծախսային մասը 7 միլիարդ 849 միլիոն 953 հազար դրամ, որից վարչական բյուջեն կազմում է 3 միլիարդ 279 միլիոն 498 հազար դրամ, իսկ ֆոնդային բյուջեն 5 միլիարդ 507 միլիոն 642 հազար դրամ։ Տարեսկզբի մնացորդը կազմել է 1 միլիարդ 362 միլիոն 816 հազար դրամ, որից 3
300, որից 31 միլիոն 500.000 41.400 դրամը ուղղի վարչական բյուջեի դեֆիցիտի փակմանը, իսկ 1 միլիարդ 331 միլիոն 275.200 դրամը ֆոնդային բյուջեի դեֆիցիտի ծածկմանը։ Ավելի մանրամասները կներկայացնի ֆինանսական բաժնի եկամուտների և հավաքագրման բաժնի պետ Սեյրան Գրիգորյանը կամ տեղակալը պարոն Պողոսյանը։ Նոր բառը Քիչ վատառող Գրիգորյանը դրա համար է ասում։ Հիմնականում ուզում եմ ասեմ, որ այս բյուջեն ազատել է։ Հիմնական փոփոխությունը այս 31 միլիոն 541.400 դրամ, որ վարչական բյուջեի դեֆիցիտը առաջացել, դա ուրեմն կարգավորությունից վնաս կրած քաղաքացիների փոխհատուցում է, որը տրվել են ամսի 29-ին դեկտեմբերից ժամանակահատվածության պատճառով անցյալներին չէին կարող կատարել, տեղափոխել են այս բյուջեով են տալիս, մենք եմ տալիս սկզբին մնացորդները։ Մենք փոխվել, մենք նախատեսել ենք միլիարդ 200 միլիոն, իմի դարձել է միլիարդ 200 միլիոն 874.500 դրամ, պլյուս 130 միլիոններ, որ պետությունից գումար ստացան շինարարներուն հատկացնելու համար, շինարարները ավարտական աղ չունեին, մնաց այդ գումարը 10%-ի չափով պահել են, և դա է ավելացված, ուրիշ փոփոխություններ չկա, եթե համաձայն եք ավելի մանրամաս ներկայացնելու, եթե հարցեր ունեք, կարող եք հարցեր ուղղել։ Հարգելի ավականներ, հիմնական փոփոխությունը Գրիգորյանը ոնց որ ներկայացրեց, այդ էին տվյալ պահի փոփոխությունը, իսկ մնացածը մենք բոլոր կետերով մենք արդեն անցած հավաքականությունով քննարկել ենք, եթե առաջարկություններ, հա, մենակ այս կարգավորության գումարն է, որ մենք անցած դեկտեմբերի 20-ին չհասցրեցինք այդ գործողությունը կատարեինք, հիմա նոր պետք է կատարենք, եթե ուզեք մի հատ նորից Գրիգորյանը ասի, եթե չէ, եթե առաջարկություններ չունեք, քննարկություն։ Ովքեր է կողմը։ Բոլորը կողմ, դեմ, ձեռնբար չկա։ Ասել եթե հանգամելացնել։ Չէ, ավելացնելու խնդիր չկա, ուրեմն գործվելով են հանգամանքից, որպես այսօր լսում ինդրություն են վասեն ես համանքի ողջալական մնացությունը, ստեղ ցանկացած մի նոր բան ասեմ, որ բյուջեն երկրորդվում է կապված բյուջեի ծախսերի ուղղվածությունից, ասում են այս բյուջեն սոցիալական է, պաշտպանական է, այս բյուջեն առողջապահական է, հիմա մեր բյուջետային ծախսերը, որ պարոն Խաչատրյանն նշեց, որ ունենք ֆոնդային բյուջեում 5 միլիարդ 507 միլիոն 241.000 ծախս, ընդհանուր ծախսային մասի 7 միլիարդ 840, այսինքն 50%-ից ավելի է, մենք կարող ենք այս մեր 2026 թվականի բյուջեն ասել կապիտալ ծախսերի բյուջե։ Այսինքն, եթե ծրագրերը այս ամբողջ ծախսը կատարեն, Վարդենիս համայնքում իրականացվի շուրջ 2%-ից ավել սուբվենցիոն եւ այլ ծրագրեր, արդյունքում տարեվերջին համայնքը կունենա եւ բարեկարգ ճանապարհներ, եւ տանիքների վերամորոգում, եւ փոխադրումների լուսավորություն, եւ այս ամենը տարեվերջին համայնքի ազգաբնակությունը իր կյանքի վրա կգա, հաստատ փոփոխություն կտեսնի։ Այս մեր բյուջեն ուզում եմ նշել, որ սա կապիտալ շինարարությունների աննախադեպ ծրագրերով բյուջե է։ Մեր ավականները ասեն։ Շնորհավորում ենք։ Աստված առաջ։ Անցնում ենք օրակարգի երկրորդ հարցին։ Վարդենիս համայնքի ավականու 28 նոյեմբերի 2025 թվականի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի 2026 թվականի կառուցվածքը, աշխատակետների թվականակը, հաստիկացուցակը եւ պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին N164A որոշման մեջ փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին։ Հարգելի գործընկերներ, առաջարկում եմ Վարդենիս համայնքի ավականու 2025 թվականի նոյեմբերի 28-ի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվականակը, հաստիկացուցակը եւ պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին N164A որոշման մեջ կատարել փոփոխություն։ Որոշման հավելվածի ձեր մոտ կա նախագծելում 55-րդ տողից հետո ավելացնել նոր տող 56-րդ կետը բանվոր երկու հաստիկային միավոր։ Այսինքն ինչ եմ առաջարկում, առաջարկում եմ, որպեսզի մեր հաստիկացուցակի մեջ ավելացնենք եւս երկու հաստիկ, դա բանվորի հաստիկներ են, որը այսօր քաղաքապետարանը եւ ամբողջ
Հարգելի հավաքաններ, դրա համար առաջարկում եմ, որպեսզի քվեարկենք եւ հաստատենք այս երկու աստիճանների, որպեսզի կարողանան հաստատել։ Կարճ ասած, երկու հաստիկ ենք ավելացնում բանվորի համայնքապետարանը։ Եթե առարկություններ կան, խնդրեմ, եթե չէ քվեարկություն։ Ովքեր եք կողմ։ Բոլորը կողմ, դեմ, ձեռնտակ չկա։ Անցնում ենք օրակարգի 3-րդ հարցին։ Վարդենիս համայնքի ավականու 28 նոյեմբերի 2025 թվականի ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի 2026 թվականի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների օակների և բյուջետային հիմնարների աշխատակիցների թվականակը, հաստիկացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին N165A որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին։ Հարգելի գործընկերներ, առաջարկում եմ Վարդենիս համայնքի ավականու 2025 թվականի նոյեմբերի 28-ի ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և բյուջետային հիմնարների 2026 թվականի հաստիկացուցակները, աշխատակիցների թվականակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին N165A որոշման հավելվածում կատարել փոփոխություններ, համաձայն հավելվածի։ Ձեր ձեռքի առաջ դրվածը, հարգելի հավաքաններ, հավելվածներում կատարվել են փոփոխություններ, որոնք հնի և նորի համադրությամբ ներկայացվել են ձեզ։ Բոլոր հաստիկացուցակներում նախատեսվել են դրույքաչափերի որոշակի բարձրացում, որոշներում անհրաժեշտությունից ելնելով նաև ավելացվել է հաստիկային միավորներ, մասնավորապես սոտք բնակավայրի մանկապարտեզ հողակում։ Ես բազմիցս հարգելի հավաքաններ, անցած հավաքանների նիստերին ասել եմ, որ մենք որոշ հողակներ կան, որտեղ ի սկզբանե որ պահանջում է մի որևէ հաստիկ չեն ունեցել, դրա համար մենք քիչ-քիչ համարում ենք, որպեսզի գանք այն մակարդակին, որ ամեն մի հող, որտեղ որ ինչ-որ պահանջում է, այդ հաստիկը ունենանք, որպեսզի կարողանանք ավելի լավ բարելավել տվյալ հողակի աշխատանքային գործունեությունը։ Ի տարբերություն դրան, որտեղ որ տեսել ենք որևէ հաստիկի կարիք զգացվում, մենք դա ավելացրել ենք, որտեղ որ պետք չի պակասացրել ենք, որտեղ 5 դրույք կա, մի խոսքով սարքել ենք 1 դրույք։ Եվ մասնավորապես նորից կրկնեմ սոտք բնակավայրի մանկապարտեզ հողակում, Վարդենիսի կոմունալ տնտեսության բարեկարգում, հողակում ակումբ բնակավայրի մշակույթի տուն, հողակում Կարճախի բնակավայրի մանկապարտեզ հողակում, օրինակ Կարճախի բնակավայրի մանկապարտեզ հողակում, մինչև հիմա խոհարարի 0.6 միավոր էր, սարքել են գոնե խոհարարը պետք է ունենա 1 միավոր, որպեսզի մնացած նորմաները համապատասխանեն։ Վարդենիս տիպ 1 մարզադրվածում հողակում ենք ավելացրել Վարդենիսի Մհեր Մկրտչյանի համար մշակույթի պալատ հողակում և Վարդենիսի տիպ 1 մանկապարտեզ հողակում։ Առաջարկում եմ ուժը կորսրած ճանաչել 2025 թվականի նոյեմբերի 28-ի ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների բյուջետային հիմնարների 2026 թվականի հաստիկացուցակները, աշխատակիցների թվականակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին N165A որոշման մեջ տվյալ հավելվածը։ Հիմնականում պարզ էր, հարգելի հավաքաններ, ձեզ ինչի մասն էր խոսքը, եթե տվյալ հարցի հետ կապված առարկություններ, առաջարկություններ խնդրեմ, եթե ոչ քվեարկություն։ Ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ, ձեռնտակ չկա։ Անցնում ենք օրակարգի 4-րդ հարցին։ Վարդենիս համայնքի ավականու 28 նոյեմբերի 2025 թվականի 2026 թվականին նախատեսված նպատակային ծննդություն ծրագրերն իրականացնելուն համաձայնություն տալու մասին N168A որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին։ Խոսքը վերաբերում է նրանում, որ անհրաժեշտությունից ելնելով առաջարկում եմ ավականու 28 նոյեմբերի 2025 թվականի 2026 թվականի նախատեսված նպատակային ծննդություն ծրագրերն իրականացնելու համաձայնություն տալու մասին և N168A որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու։ Քանի որ նորակրթ բնակավայրի մանկապարտեզի վերակառուցման աշխատանքներն իրականացնելու հարցը քննարկվել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ և ձեռք է բերվել համաձայնություն կատարել փոփոխություն և ավելացնելով 2025-26 թվականի ծննդություն ծրագրերում։ Մենք այս նորակրթի մանկապարտեզի հարցը 3 անգամ քննարկել ենք մարզպետարանում, դրանից հետո նախագծավ նախաշխարհային փաստաթղթերում լրացումներ են կատարել և հիմա մարզպետի հետ հիմնականում քննարկելուց հետո գտել ենք, որ մեր նորակրթի մանկապարտեզը պետք է նախագիծ նախաշխարհի
կազմում ենք և այդ կազմելու հետ կապված ծնեցուն ծրագրով հասկացենք, որպեսզի կարողանան օգտվել 300-500 դպրոց մանկապարտեզի ծրագրից մեր ազգաբնակչությունը նորակերպում նույնպես ունենա իր նոր մանկապարտեզը։ Նորակերպ բնակավայրի մանկապարտեզի վերակառուցման աշխատանքների նախաշվային արժեքը կազմում է 654.313.450 դրամ, որից համայնքի մասնաբաժինը կազմում է 25%, մոտավորապես 163.579.362 դրամ, մնացած 75%-ը տրամադրելու է պետությունը, մասնավորապես 490.935.077 դրամ, որը շատ գովելի է և շատ ընդունելի է, որ մեր բնակավայրերը դուք ձեր աշխորհ տեսնում եք, որ տարեստարի մենք մեր բնակավայրերում ավելացնում ենք մանկապարտեզների քանակը և թիվը։ Տվյալ հարցի հետ կապված այսքանը, եթե առաջարկություններ կան, ասեք, եթե ոչ քվեարկություն արգելի ավականներ։ Ողջունելի է, չէ՞, որ նորերի մանկապարտեզ եք կապված։ Քվեարկություն, ովքեր եք ով։ Բոլորը ով, դեմ, ձեռնոցված չկա։ Անցնում ենք օրակարգի 5-րդ հարցին։ Համայնքային սեփականություն հանդիսացող տեխնիկան համայնքի աղբանության և բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով անհատույց օգտագործման տրամադրելու մասին։ Ինչպես գիտեք, 2025 թվականին մենք արդեն այս հարցը անցած տարի մեր նիստերում էլի անդրադարձել ենք։ 2025 թվականի մաս անունների ծախսման ծրագրով ձեռք էր բերել Բարդենիս համայնքի բնակավայրերի կարիքների համար ավտո աշտարակ 26.994.000 դրամով։ Առաջարկում է Բարդենիս համայնքի աղբանության և բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով ավտո աշտարակը անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել Բարդենիս կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժին։ Այսինքն, այն որ մենք մաս անունների ծրագրով վերցրել ենք, գնել ենք էլի, մենք էլի տրամադրում ենք կոմունալ բաժին, որպեսզի կարողանա Բարդենիս քաղաքի և մնացած բնակավայրերի համար իր գործունեությունը ծավալել։ Կարծում եմ, որ ստե ասելու էլ ոչ մի բան չունեմ, ուղղակի ասեմ, որ քվեարկություն, ովքեր են ով։ Բոլորը ով, դեմ, ձեռնոցված չկա։ Անցնում ենք օրակարգի 6-րդ հարցին։ Հայաստանում միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից Բարդենիս համայնքին նվիրաբերվող գույքի ընդունումը հաստատելու մասին։ Այսինքն, սա վերաբերում է դեկտեմբերի 25-ին Բարդենիս համայնքը համալրվեց ևս մեկ գյուղատնտեսական տեխնիկայով անիվավոր մինի տրակտոր Pavol 754, եթե հիմա դու ավականում նիստը, եթե չենք տեսել, որ վերջանը ուսամուտից որ նայում եք, այնտեղ կայնած այն տրակտորը, որ ենք ստացել ենք, այդ անիվավոր տրակտորն է և իր գութանի հետ միասին։ Տեղահանության ազգակին համայնքներում կայուն լուծումներ ապահովելու համար 2024 թվականի հոկտեմբերին մեկնարկել է Խոցելի համայնքներում կենսապահովման և տնտեսական կենսունակության խթանում ծրագրի միջին արևելքում և ապահովում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Կորեայի միջազգային համագործակցության գործակալության կողմից և իրականացվում է Լիբանանում և Հայաստանում միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից։ Ծրագրի նպատակն է ամրապնդել համայնքի դիմակայունությունը և խթանել տնտեսական վերականգնումը, ապահովելով կարճաժամկետ զբաղվածություն և կայուն ապրուստի միջոցներ փախստականների, վերադարձողների, միգրանտների և այլ խոցելի համար միաժամանակ ուժեղացնելով տեղական տնտեսական ենթակառուցվածքները և կառուցել եկամուտներ ստեղծելով կարողություններ հակամարտությունների նկատմամբ զգայուն մոտեցում։ Ուստի առաջարկում եմ հաստատել Հայաստանում միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից Բարդենիս համայնքին նվիրաբերվող գույքի անիվավոր մինի տրակտոր Pavol 754-ի ընդունումը։ Քվեարկություն, ովքեր են ով, բոլորը ով, դեմ, ձեռնոցված չկա։ Անցնում ենք օրակարգի 7-րդ հարցին։ Բարերարների կողմից Բարդենիս համայնքին անհատույց փոխանցված գույքերի ընդունումը հաստատելու մասին։ Հարգելի ավականներ, ես եմ երկու բառով մանրացնել այս հարցը, սա վերաբերում է բարերարների կողմից Բարդենիս համայնքին տարբեր բարերարների կողմից, գիտեք, մենք աշխատում ենք տարբեր
տեսակի բարերարների հետ եւ այդ բարերարների կողմից այսուհետ եթե մի որևէ մի քիչ կոպիտ ասենք գրիչ կամ մատիտ ենք ստանում, մենք պետք է անցկացնենք մեր բալանսում, մեր հաշվեկշռում, նրանից հետո ուղղորդենք մեր բնակիչներին։ Ինչպես գիտեք, տվյալ գույքերը պայստավորվել էին եւ դրա մոտավորապես 40 կամ 60% արդեն բաժանվել են եւ ելի սրանից հետո ելի բաժանվում են, ուստի անհրաժեշտ է ներառել հաշվառել մեր համայնքապետարանի բալանսում եւ տվյալ գույքերը տալ մեր Վարդենիս համայնքի առավել խոցելի ընտանիքներին։ Սա է հիմնականում, որ մենք բարերարների կողմից տված գույքերը ուզում ենք մեր հաշվեկշռում անցկացնել, գույքագրել, նոր հետո բաժանել մեր բնակիչներին։ Քվեարկություն ովքեր են կողմ, բոլորը կողմ, դեմ, ձեռնպատ չկա։ Անցնում ենք օրակարգի 8-րդ հարցին, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սոտք բնակավայրի SS կադաստրային ծածկագրով անհայտ անշարժ գույքը Վարդենիս համայնքի սեփականություն ճանաչելու մասին։ Առաջարկում են Վարդենիս համայնքի սոտք բնակավայրի SS կադաստրային ծածկագրով 023 սոտա անհայտ թողամասը ճանաչել որպես Վարդենիս համայնքի սեփականություն, սա նույնպես վերաբերում է մեր բնակիչներին, որպեսզի կարողանան ծրագրից օգտվելու եւ բնակարան կառուցելու հետ կապված։ Հարգելի ավականներ, քվեարկություն ովքեր են կողմ, բոլորը կողմ, դեմ, ձեռնպատ չկա, անցնում ենք օրակարգի 9-րդ հարցին։ Վարդենիս տրանսպորտ փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու կանոնադրական կապիտալը, կանոնադրությունը եւ վաստիկացուցակը հաստատելու մասին։ Ինչպես գիտեք, մենք արդեն պայմանավորվածություն կա, շուտով այս հարցը լուծվելու է, արդեն դրա մասին ձեզ տեղյակ եմ պահել եւ անելու ենք միջհամայնքային եւ ներհամայնքային տրանսպորտի հետ կապված հիմա ավելի մի քանի օրից հետո ավելի կոնկրետացնենք ներհամայնքային ամենակնում թե միջհամայնքայիններում, բայց ես կարծում եմ, որ երկուսն էլ մնալու է եւ երկուսի մրցույթը մենք անելու ենք, համայնքը պետք է գնի միկրոավտոբուսներ եւ այդ ավտոբուսները պետք է ծառայեն մեր բնակիչների համար եւ Վարդենիս քաղաքի բնակիչներին եւ բոլոր 34 բնակավայրի բնակիչներին եւ նաեւ վերցնելու ենք այն Վարդենիս Երևան հատվածը, որ պետք է մենք էլի սպասարկենք։ Հիմա փակ բաժնետիրական ընկերություն պետք է բացենք, որտեղ սրանից հետո արդեն սկսվում է մնացած գործողությունը, որ հետո դնենք մրցույթի արդյունքում միկրոավտոբուսներ ձեռք բերենք եւ մնացած շարունակենք մեր աշխատանքային գործունեությունը իօգուտ մեր Վարդենիսցիների, իօգուտ մեր ժողովրդի, որը շատ ողջունելու է այս կառավարության ծրագիրն է, որը շատ ողջունելի է եւ մեր բոլորի կողմից մեր շնորհակալություն ենք հայտնում։ Կարծում եմ ստեղ ավելացնելու ոչ բան չունեմ, քվեարկություն, ովքեր են կողմ, բոլորը կողմ, դեմ, ձեռնպատ չկա, անցնում ենք օրակարգի վերջին հարցին։ Գեղարքունիքի մարզի 10-րդ հարցին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի լուսակում բնակավայրի ներողություն եմ խնդրում, հարգելի ավականներ, ես 9-րդ հարցի մեջը մենք պետք է հաստատենք, խնդրում եմ հաստատել ընկերության կանոնադրությունը, ընկերության վաստիկացուցակը եւ պետք է տայիք ձեր համաձայնությունը տնօրենի ժամանակավոր պաշտոնատարը շարքերով եւ այլն, դրանք էլ էին մտնում, ես ճիշտ ասած իմ ձևով ասելով մոռացա սրանք։ Հասկացամ, չէ՞ իրար։ Անցնում ենք օրակարգի 10-րդ հարցին։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի լուսակում բնակավայրի ծածկագրերը ձեր մոտ կան, ծածկագրերը ես մեկ չկարդամ, հողամասերի նշանակությունը էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի գործառնական եւ նպատակային նշանակությունը փոխվելու մասին։ Ղեկավարելով տեղական ինքնակառավարման մասին օրենքի 42-րդ հոդվածի շրջակա միջավայրի ազդեցության գնահատման փորձականության
մասին օրենքի 17-16-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի լուսակում բնակավայրում արևային ֆոտովոլտային էլեկտրակայան կառուցելու վերաբերյալ մի քանի կազմակերպությունների առաջարկը համայնքի աղբանին որոշում է տալ։ Իր խոսքով, խնդիրն ինչն է, հարգելի ավականներ, պետք է տան նախնական համաձայնություն Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի լուսակում բնակավայրում SS կադաստրային ծածկագրով արտադրության հանդեպ օգտագործության եւ այլ արտադրական նշանակության 2 հեկտար գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամասում S մյուս կադաստրային ծածկագրով հանդեպ օգտագործության եւ այլ արտադրական նշանակության 275 հեկտար գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամասում S ծածկագրով արտադրական նշանակության 244 հեկտար արտադրական հողամասում S ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 1.71 հեկտար, S մյուս ծածկագրով կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 748 հեկտար եւ գյուղատնտեսական նշանակության 1.7 հեկտար այլ հողատես նպատակային եւ գործառնական նշանակությունը փոխել որպես էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքի օբյեկտների հողերի փոխանցում մենք մեր համաձայնությունը տանք, որպեսզի այս տվյալ տարածքի հետ կապված ոնց որ թվարկեցի այս ծածկագրով, կադաստրային եւ հողամասի չափով, որպեսզի մենք կարողանանք դրանք կարգը փոխել։ Որպեսզի առաջարկ ունենք Համայնքապատկան այո, դրանք բոլորը համայնքապատկան հողեր են եւ ուզում ենք դրա կարգը փոխել, որպեսզի առաջարկություն կա ֆոտովոլտային կայան տեղադրելու համար եւ մեր համայնքին գումար փոխանցելու Հիմա հələ մենք նախնական տալիս ենք կարգը պետք է փոխել, տալիս ենք մեր համաձայնությունը կարգը փոխելու, մնացածը արդեն ընթացքում է մենք իրար հետ որոշելու ենք։ Եթե առարկություններ սրա հետ կապված Իմ կարծիքով արտադրական չէ։ Իրա, ասենք թե օրինակի համար գրած է 2.7 հեկտար, թե գրած է արտադրականը, թե գյուղատնտեսականը, 1.70 գրած է արտադրականը, թե այլը, բոլորը իր հերթով, իր ծածկագրերի կողքերը գրած է, թե տվյալ ծածկագրի տակի հողը ինչ կարգա։ Եթե առարկությունները չկան, քվարկություն հարգելի ավականներ, ովքեր են կողմ, բոլորը կողմ, դեմ, ձեռնպատ չկա։ Այսքան էին մեր այսօրվա արտահերթ ավականու հարցերը, որի համար բոլորիցս շնորհակալություն եմ հայտնում եւ շնորհակալություն բոլորիցս հարգելի ավականներ։